Ես ողջունում եմ մեզ միացած բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնում, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, ուզում եմ հիշեցնել նաեւ, որ եթե չհասցնեք հաղորդումը լսել, կարող եք նաեւ թվային հարթակներում դիտել։ Թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է, բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Բարև ձեզ, շնորհակալություն կոմպլիմենտի համար, որ ես դեռ թարմ ուղեղ եմ։ Այո, դուք թարմ ուղեղ եք, եղել եք եւ շարունակելու եք լինել։ Պարոն Քոչարյան, մի հարց կա, որ ուզում եմ ձեզ հետ անպայման քննարկել, առողջապահության նախարարը վերջերս գրառում էր կարծեմ կատարել, որ 65+ տարիքի անձանց առողջապահական այդ հարցերը պետությունը կհոգա եւ սրա հաջորդեց այն քննադատությունները, որ սա կաշառք է հանրությանը։ Ուզում եմ ձեր տեսանկյունից նայել, արդյոք սոցիալական ծրագիր իրականացնել այս դեպքում կաշառք է, թե կաշառք չի, ու այս հարցին ոնց պիտի նայել, պետությունը հանրության շահերով կաշառում է իրեն, թե առհասարակ այստեղ նախընտրական թեմաներ են, ինչ process է տեղի ունենում։ Տեսեք, պարզ է, որ նախընտրական շրջանում ցանկացած խոստում դիտարկվում է նաև որպես այսպես կոչված կաշառք։ Իհարկե, եթե կանեն, ես նորմալ եմ վերաբերվում դրան։ Բայց քանի որ այս իշխանությունը ինչ խոսք է տվել, ոչինչ չի արել, ես պարզապես չեմ հավատում, ոչ թե դիտարկում եմ որպես կաշառք, այլ չեմ հավատում իրանց ասածներին։ Տեսեք, ինչ են, 7.5 տարի առաջ եկել են թալանը կվերադարձնենք, ոչ մի բան չեն վերադարձրել, կարող է վերադարձրել են, բայց ուղիղ գնացել է ինչ որ անհայտ դոնորների, չէ, անունները չի գնում, ընդհանրապես այս շատ դեմոկրատական իշխանությունը շատ թափանցիկ է աշխատում, թափանցիկը իհարկե ճակերտների մեջ, որովհետև եթե կառավարության, ասենք, կառավարության նիստում 75 հարցից 73-ը կամ 77-ը չզեկուցվող են, եթե գնումների մեծ մասը, այն շատ մեծ մասը մեկ աղբյուրից է արվում, եթե ոչ մի բան չեն ասում, հետո օրինակ հետքն է բացահայտում, թե որ արտիստին կամ որ բանին Երևանի համար ինչքան գումար են տվել, այսինքն ամեն ինչը արվում է թաքուն ու այդ գումարները անոնիմ կերպով գնում է օրինակ Իմ քայլը հիմնադրամին, իրենց տարբեր այդ fundraising-ների ժամանակ, այստեղ ինչպես ես հավատամ այդ մարդկանց որևէ խոսքի։ Այդ դեպքում հա, ես կարող եմ մտածել, որ սա ընդհանրապես նախընտրական խոստում կաշառք է։ Աշխատելու է, բայց այդ խոստում կաշառքը։ Ինչ որ չափով կաշխատի, ինչ որ չափով չէ։ Կարծում եմ հիմա շատ ավելի քիչ է աշխատում, եթե հաշվի առնենք, որ 18 թվականին ինչ հոծբազմություն էր գնում Նիկոլ Փաշինյանի հետևից, ինչքան ձայն էր նա ստացել, իսկ հիմա օրինակ Հովանավանք մի 1200 մարդ է գնում իր կոչով, թեև այնտեղ ես կարծում եմ այնուամենայնիվ սրբապղծությունը այնքան մեծ է, որ մարդիկ երևի թե Աստծուց վախենում են։ Լավ կլինի, որ այդպես լինի։ Այդ հարցը կքննարկենք, պարոն Քոչարյան, բայց մեր հանրությանը նաև շատ հաճախ մեղադրում են, որ հիշողություն չունի եւ պատմության հետ կապված առհասարակ չի հիշում ինչեր են արել ներկաները, նախկինները եւ այդպես շարունակ։ Կարծում եք 18 թվականի Նիկոլ Փաշինյանի խոստումները եւ չարվածը հիշում է հանրությունը։ Գիտեք, այդ մեղադրողներին ես ընդամենը մի բան կասեմ, որ մեղադրելը միշտ հեշտ է, թող հիշեցնեն, իրենք թող հիշեցնեն, ովքեր մեղադրում են, որ չեն հիշում, թող ամենօրյա ռեժիմով հիշեցնեն, ամեն ժամյա։ Կարծում եմ այդ հիշեցնողները, եթե ասողները, որ չունեն հիշողություն, ունեն հարթակ, որտեղ իրենք ասում են, չէ, որ չեն հիշում, թող այդ հարթակներում իրենք հիշեցնեն։ Այո, ընտրություններից ենք խոսում 21 թվականին, երբ արտահերթ ընտրություններ տեղի ունեցան, դրանից հետո կրկին շատ էր խոսվում այն մասին, որ սա ընտրություն չէր, այլ սա այո եւ ոչ ասել էր նախկիններին, ոնց է կարծում այդ տրամաբանությունը շարունակվում է մինչ օրս, թե այսօր այո ու ոչ ասելը խաղաղությանն ու պատերազմին է արդեն ձևակերպումն է փոխվել, որովհետև մենք գիտենք, չէ, որ խաղաղության կուսակցություն ձևակերպումն է շատ տարածվում, պատերազմի կուսակցություն,
ովքեր են դա բերողները, ովքեր են հրահրողները, դա են փորձում մատուցել հանրությանը։ Փորձում են, կստացվի թե չէ, չգիտեմ, էլի ինչ որ չափով շատ լավ են փորձում անել, փորձելը շատ լավ են փորձում։ Կստացվի թե չէ չեմ կարող ասել, որովհետև ինձ համար շատ տարօրինակ է, որ ամենօրյա ռեժիմով Ալիևը ջարդում է այս մեր իշխանությունը, թեև թվում է, թե որ Ալիևին պետք է այս իշխանությունը ամենաշատը ձեռք տա, բայց նաև ամենօրյա ռեժիմով սրանք ասում են խաղաղություն, նա ասում է արևմտյան Ադրբեջան, սրանք ասում են խաղաղության խաչմերուկ, նա ասում է Զանգեզուրի միջանցք, հիմա էլ ասեց Գյոյչա, հիմա իրենց խաղաղություն թե պատերազմ ընտրությանը, ես ասում եմ Սևան, թե Գյոյչա, օրինակի համար, հա, ցանկացած քաղաքական ընդդիմադիր, ես քաղաքական որևէ հավակնություն չունեմ, երբևէ չեմ ունեցել, չունեմ եւ չեմ ունենալու, դրա մասին բազմիցս եմ ասել, բայց այնուամենայնիվ ես հարց եմ տալի Նիկոլ Փաշինյանին ընտրելու է Գյոյչա, այլևս լողանալու է Գյոյչայում, ոչ թե Սևանում։ Գնալու է ձուկ ուտելու կամ չուտելու արդեն, որովհետև էլ արդեն չի լինելու իրենցը, ինչպես արդեն չեն կարողանում գնալ Արցախ, չեն կարողանում գնալ Շուշի, չեն կարողանալու նաև գնալ Սևան, որովհետև այլևս այն չի լինելու, ինչպես Ստեփանակերտն է դարել Խանքենդի, Սևանն էլ դառնալու է Գյոյչա։ Եթե ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ընտրազանգվածը մտահոգ է Արցախի կորստով եւ վերադարձի հարց ունի մտքում, ոնց եք կարծում։ Գիտեք, կարծում եմ վերադարձի խնդիր այս պահին ունենալը դա շատ ռոմանտիկայի ժանրից է։ Այդ թվում նաև օրինակ ինձ համար։ Շատ պաթետիկ է հնչում։ Հա, օրինակ ինձ համար ես պրագմատիկ մարդ եմ եւ հասկանում եմ, որ խոսել այսօր Արցախի վերադարձի մասին նշանակում է խոսել օդում անհասկանալի ինչ որ մասսայի հետ, որովհետև բնական է, հա, պարզ է, որ 120-150 հազար արցախցին երազում է վերադառնալ իր տուն, նորմալ է, բայց ինչ տարբերակով, էդ եմ ասում, բնական է, որ կան նաև Հայաստանում շատ մարդ, որը ցավում է Արցախի կորստի համար, որը ցավում է այս ամեն ինչի համար, բայց սառը դատելով հասկանում ես, որ դա այսօր հնարավոր չէ, եւ խոսել դրա մասին նշանակում է ջուր լցնել Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, որովհետև հենց այդ դեպքում, հենց դու խոսում ես, ինքը ասում է, այ տեսեք, իրանք պատերազմ են ուզում։ Այդ առումով ես կարծում եմ, որ անգամ եթե հետաքրքրում է, ինչ որ մի մասը ցավից ու դարդից, ինչ որ մի մասը սառը դատողությունից ելնելով բնականաբար չեն բարձրաձայնում։ Մի մասին կարող է եւ չի հետաքրքրում։ Բնականաբար այդպիսի հատված էլ կա։ Բայց այդ դեպքում այդ հատվածին էլ շատ ուրիշ բաներ է հետաքրքրում, որը խոստացվել է ու չի արվել։ Տեսեք, ասում են ասֆալտը անում են, բան չունեմ ասել, մենակ ասֆալտն են արել։ Ամենատեսանելի բաները, դե դպրոցների մանկապարտեզների ծրագիրը, բան չունեմ ասելու, ի տարբերություն ես օրինակ գտնում եմ, որ դա ոչ թե անհրաժեշտ, հա, անհրաժեշտ եւ բավարար պայմաններ։ Դա անհրաժեշտ պայմանի մի փոքր հատվածն է, այո, դա անհրաժեշտ է անել։ Բայց ասֆալտը դեռ ճանապարհ չէ, ասֆալտը ճանապարհի բարելավում է ընդհանրապես։ Հա։ Ենթակառուցվածք է, որը շատ կարևոր է, բայց ընդհանրապես էլի եմ ասում, անհրաժեշտ այն պայմանի համար, այն պայմանն է, որից հետո պետք է ստեղծվի այնպիսի տնտեսություն, հավելյալ արժեք ստեղծող, արտադրանք ստեղծող տնտեսություն, որպիսի այդ դպրոցներում սովորած երեխաները այդ հավելյալ արժեքը ստեղծեն Հայաստանում, ոչ թե օտար երկրներում։ Հակառակ պարագայում այդ դպրոցում սովորած երեխաները թողելու են գնան Հայաստանից, որտեղ այստեղ աշխատանք չեն ունենալու։ Միանշանակ ճիշտ եք, արցախցիների մասով մի հարց ունեմ, դա էլ քննարկենք, այ արցախցին այս պահին, եթե վերադարձի հարցը այդպես ոչ ռեալիստիկ է հնչում, ինչ հարցով նա ընտրության պիտի գնա եւ ինչ հարցով է գնալու։
Տեսեք, այսօրվա Հայաստանի խնդիրը դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղությունն է, այլ իրական խաղաղությունն է։ Ինքը ասում է իրական Հայաստան, ես ասում եմ իրական խաղաղություն, որովհետև իրական Հայաստանի Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը որևէ կապ չունի խաղաղության հետ։ Դա նույնքան բլեֆ է, ինչքան այն, որ ինքը Թալանը հետ պիտի բերեր բաժանել ժողովրդին։ Ցանկացած ընդդիմադիր ուժ պետք է ներկայացնի անվտանգության իր կոնցեպտը, որը կլինի ռեալ, իսկ անվտանգության կոնցեպտը դա կոմպլեքս է, դա այսպես չի, հա, մենք օրինակ, հա, ամերիկացիների հետ բարեկամություն անենք, պատերազմ չի լինի կամ ռուսների հետ, դու պետք է կոմպլեքս լուծես խնդիր, տնտեսության։ Դե ինքն էլ է ասում, պարոն Քոչարյան, ասում է, երբ որ ասում ենք անվտանգություն, չպիտի միայն հասկանալ բանակը եւ երրորդ տեղում բանակը։ Բանակը, այստեղ բանակը անհրաժեշտ պայման։ Այո, բայց առանց բանակ չի լինի։ Առաջին տեղում է բանակը։ Իսկ ինքը 1.5 տարի է սարքում, ես կարծում եմ вообще թիթիզություն է, ինչ կարա ընդհանրապես բան չանի, մեկը չեն հարցակվելու։ Ինչի՞ չի զրո սարքում, այդ вообще պոպուլիզմ կլինի։ Բանակ չլինի։ Դե սահմանապահներ էլ զենքով չեն պատտվում։ Տեսեք, դրա համար եմ ասում կոմպլեքս։ Ես հենց սկսեցի իմ խոսքը դրանով, չէ՞։ Իհարկե, անվտանգությունը դա առաջին հերթին բանակն է։ Երկրորդ հերթին դա ճիշտ դիվանագիտական հարաբերություններն են բոլորի հետ, բոլոր նրանց, ում հետ քո շահերը համընկնում են։ Դա կլինի Միացյալ Նահանգները, կլինի Ռուսաստանը, կլինի Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, էական չի Եվրոպան։ Եթե համընկնում է եւ դու ստանում ես այն երաշխիքները, որը քո բանակի հետ միասին կպահպանի քո սահմանները այնքան, որ դու կարողանաս ոտքի կանգնել տնտեսապես, որովհետեւ տնտեսապես դու չես կարող ոտքի կանգնես, այդ որ ինքը ասում է, դուք տեսել եք ինչ կապիտալի ինչ բան է, ոչ ներդրումներ, այդքան խոսում են ներդրումներ, բա որ կախիկ է բանը պետական պարտքը հասցրել 5 միլիարդից 13-14 միլիարդ արդեն։ Պարտք են չէ վերցրել, եթե տնտեսական աճ լինի։ Դե հիմա հարցը լուծում են թրիփով։ Տնտեսության հարց են չէ լուծելու, ճանապարհները բացվելու։ Տնտեսության հարցը տնտեսագետները հաշվարկել են ինչքան է գումար գալու։ Այնտեղ չնչին հարցը, բոլորս հասկանում ենք, որ թրիփը տնտեսական հարց չի լուծում, թրիփը քաղաքական հարց է լուծում։ Որում ես ասեմ, ես թրիփին դեմ չեմ, ավելին ես օրինակ նախագահ Քոչարյանի ասացի հետ այդտեղ համամիտ եմ, որ պետք է երկարացնել այդ ճանապարհը։ Որովհետև դա մեզ էլ կտա շանս դուրս գալ արդեն Նախճիվանով, հա, դեպի Թուրքիա եւ Եվրոպա աշխարհ։ Այդտեղ եւ այստեղ խնդիրը նրանում է իսկ ուրա թրիփը, լավ ստորագրեցին, ինչ է արվել։ Երբ հասկացվելու։ Երբ հասկացվելու։ Այդ ինքը ոնց որ ամեն ինչը թղթի վրա խոստումների տեսքով նախաստորագրություն կա, բայց հիմնական ստորագրությունը դեռ չկա, երբ է լինելու, ով գիտի, Աստված գիտի։ Հա, հատկապես այն պայմաններում, երբ որ ստորագրողների մի կողմը ընդհանրապես ասում է բանը other guy, մյուս կողմը ասում է գյուիչա։ Ես ավելի շուտ other guy ասողս ստորագրող էլ չի, վկա է։ Պարոն Քոչարյան, ովքեր համաձայն չեն խորհրդարանական ընդդիմությունը կոնկրետ պատիվ ունեմ խմբակցությունը այն նախաձեռնել է իմպիչմենտի գործընթաց, համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, այս գործընթացն են նախաձեռնել ու ասում են սա լավագույն տարբերակն է հրապարակով գալ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իմպիչմենտի process իրականացնել։ Ակնհայտ է, չէ, որ դա այս իրավիճակում աշխատող չի, թե ակնհայտ չի, ես եմ այդպես կարծում։ Չէ, ինձ համար ակնհայտ է, որ ցանկացած բան աշխատողը, եթե դա ունենա փողոցային աջակցություն։ Հա, բայց կունենա։ Այո, չգիտեմ, այդ ինձանից մի հարցրեք, այդ հարցրեք նրանցից, ով ասում է, որ դա միակն է, որովհետև այո, ես դեմ չեմ, իմպիչմենտով հնարավոր է։ Տեսեք, 20 թվականից հետո փողոցային պայքարը անդադար է եղել։ Ոչինչ չի հաջողել։ Նիկոլ Փաշինյանի
թիմից այս տաղավարում վստահեցնում են, որ չկա այնպիսի մարդ, ով պատրաստ կլինի գնալ եւ իր ձայնը տալ այդ գործընթացին։ Որն է սրա աշխատող տարբերակը։ Ինչպես կարա աշխատի։ Նորից եմ ասում, այդ որ վստահեցնում եք, այդքան մի վստահեցրեք, որովհետև կարծում եմ ցանկացած իշխանություն վստահավոր չի լինելու, բայց մենք բոլոր ժամանակներում տեսել ենք ինչ արագ այդ ամեն ինչը փոխվում, ոնց են արագ ջուր հասցնում, եթե իրավիճակը փոխվում է։ Այդ թվում հենց ներսից։ Իսկ ինչպես կարա փոխվի օրինակ։ Ես որպեսզի հեռու չգնանք, ես դες կարող եմ ասել, թե ոնց մեկ գիշերվա մեջ այն ժամանակ երևի դուք փոքր եք չեք հիշի 97 թվականին Ես ծնված չի ախ դուք ծնված չեք անգամ 97 թվականին Հանրապետության բլոկը այդ ժամանակ դա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հա իշխող կուսակցություն չէ դաշինք էր մի գիշերվա մեջ թե քանի հոգի անցան մյուս կողմ մենք տեսել ենք թե 2008 թվականին ինչ էր կատարվում ոնց էին հա տարբեր գեներալներ եւ քաղաքական գործիչներ փորձում այս կոման անել մենք տեսել ենք 18 թվականին թե ինչ արագ են դարձել հանրապետականի անդամները ԿՊ իշխանության նախարարներ, դեպուտատներ եւ այլն եւ այլն։ Ու միջև այսօր էլ կան Գեորգ Բաբայանը հանրապետական կուսակցության անդամ է։ Այնպես չի որ շատ հեռու պետք է գնալ։ Սա տեսնելով բացառել որևէ բան, որ դուք ասում եք ես բացառում եմ այստեղ եղել են։ Ես դες խորհուրդ չի տա։ Չէ, իրենք են բացառում։ Հենց իշխող թիմից ասում են, որ բացառված է, նման բան լինել չի կարող։ Այո, հիմա բայց նորից եմ ասում, ես իրենց էլ խորհուրդ կտամ չբացառել, որովհետև թող հարցնեն Գևորգ Պապոյանին եւ Վահագն Ալեքսանյանին, թե իրենք ինչպես են հանրապետականից եւ Բարգավաճից դարել ԿՊ անդամ, ոչ միայն անդամ, այլ ԿՊ նախագահի տեղակալներ են։ Երկուսն էլ եթե չեմ շփոթվում։ Պարոն Քոչարյան, այդ դիվերսիֆիկացված քաղաքականության մասին դուք նշեցիք, կարճ, որ պետքա բոլորի հետ աշխատել, ում հետ մեր շահերը համընկնում են, նախ ում հետ են այս պահին մեր շահերը համընկնում, հանրության մոտ տպավորություն կա, որ Ռուսաստանի հետ այլևս որևէ կերպ մեր շահերը չեն համընկնում եւ մենք տնտեսական իմաստով միայն փոխկապակցված ենք, բոլոր մնացած իմաստներով պիտի հեռանանք Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներ լավագույն փոխարինողն է նրանց։ Դուք ոնց եք տեսնում այս process-ները, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը խաղի մեջ է ակտիվորեն, թե հետևողի դերում այս պահին։ Ես կարծում եմ խաղի մեջ է, որովհետեւ այսօրվա աշխարհը այնպիսին է, որ տարանջատել քաղաքականությունը տնտեսությունից առնվազն միամտություն է, որովհետեւ ցանկացած, հա, տեսեք օրինակ, նույն Թրամփի օրինակով ասեմ, հա, կտակ մեզ այդ հազվադեպ այդ մետաղները Ուկրաինային կօգնենք, այսինքն ցանկացած քաղաքական քայլի հիմքում ընկած է տնտեսական շահը, կամ կտակ մեզ սա, մենք չենք բարձրացնի ձեր ներմուծվող ապրանքների հա թաքսերը ամեն ինչը դրա վրա է հիմնված եւ միամտաբար ասել որ մենք պետք է հեռանանք Ռուսաստանից այո ես ընդունում եմ որ Ռուսաստանը իրեն մեղմ ասած լավ չի պահել այսպես ասեմ ստրատեգիական դաշնակցի նման չի պահել եթե ոչ 20 թվականին ապա 23-ին հաստատ բայց ասել, որ իսկ դա չի նշանակում, որ պետք կկարողանաս կտրվել Ռուսաստանից, որովհետև եթե քո տրանսֆերների զգալի մասը, ես նկատի ունեմ այն 3 միլիոն հայերին, որոնք ապրում աշխատում են Ռուսաստանում եւ գումար են փոխանցում տարեկան 2-ից 2.5 միլիարդ դոլար փող։ Երբ քո տնտեսությունը 70-ից 80%-ով կապված է Ռուսաստանի հետ, այսինքն քո շուկան, փաստացի ռեալ շուկան միայն այնտեղ է։ Բայց ճանապարհը Վրաստանով Վրաստանով հենց ենթադրենք կարելի է գնալ փոթի եւ այնտեղ ծովով դուրս գալ։ Ես հիմա դա չեմ ասում։
քո էներգետիկան ամբողջովին կախված է այդ երկրից, որովհետև երբ ասում են մենք ատոմակայան, չգիտեմ, մոդուլային կառուցենք, Ռուսաստանը չի կառուցի, ես դեմ չեմ թող կառուցի, ով ուզում է, բայց ուրանը որտեղից պիտի վերցնեն 1, հետո ով պիտի դա սպասարկի։ Այո, շահագործման հարցերը ամենակարևորն են, չէ՞, անելուց հետո գազը, որովհետև ասում են գազի դեպքում Ադրբեջանից։ Տեսեք, ես էլի դեմ չեմ, որ Ադրբեջանից լինի, բայց եթե Բայց պիտի հիշենք մենք Արցախի դեպքում Չէ, նախ այդ եմ ասում։ Եթե դու մնում ես իմիջիայլոց ես դեմ եմ, որ Ռուսաստանը լինի միայն մոնոպոլիստ, որովհետև ցանկացած դեպքում իհարկե, այլընտրանք, ես դեմ չեմ, որ Իրանից, Ադրբեջանից ունենանք այլընտրանքային գազի աղբյուրներ, բայց դրանք մաքսիմում կարող են լինել այլընտրանքային 1, եւ երկրորդը Ադրբեջանը չունի այդքան գազ, որ էլ մի բան էլ քեզ այդքան տա։ Այդ պոպուլիստական ապուշ մտքերը պետքա պարզապես խոսել մասնագետների հետ, իրենք մանրամասն կբացատրեն դրա։ Իրենք հայտարարում են, որ իրենց պաշարները այս պահի դրությամբ Ես գիտեմ այդ պոպուլիստներին եմ ասում, որ նման ապուշ մտքեր քիչ արտահայտեն, որովհետև դա շատ արագ կջարդվի։ Մի խոսքով Ռուսաստանի հետ շարունակում են ներքին կարգով աշխատել, ոնց եք տեսնում։ Դե ոչ թե շարունակում են, այլ բարձրաձայնում են, որ ԵԱՏՄ-ից մենք ընդհանրապես միտք չունենք դուրս գալու։ Իհարկե Ռուսաստանից արդեն բազմիցս հասկացրել են, որ տնտեսություն առանց քաղաքականության չի լինում։ Եթե դուք մտնեք Եվրամիություն, ինչի մասին դուք բարձրաձայնում եք, դուք պետք է ընտրեք կամ։ Եվրամիության ստանդարտները շատ բարձր են, եւ ես վստահ եմ, որ գոնե մոտակա 20-30 տարում, եթե մենք դառնանք, չնայած մինչև 30 թվական հաստատ չենք դառնա, որովհետև երեք ես կարդացի Կայակալասը ասել էր, որ Եվրամիությունը կարող է ընդլայնվել, բայց այնտեղ Հայաստանի անուն տրված չէր։ Այնտեղ կար Ալբանիա, Չեռնագորիա, եթե չեմ շփոթվում, Մոլդովա եւ Ուկրաինա, այս 4 երկրի անուններ տրվել։ Փորձնական ինչ-որ տարբերակով է, չէ՞, կարծեմ լինելու, ընդլայնումը նախնական ինչ-որ։ Դե թե այդ եմ ասում, անգամ այդ փորձնականի հետ կապված ընդլայնումը դեռ Հայաստանի անուն ընդհանրապես չի տրվում։ Այդ նշանակում է, որ մաքսիմում, հետո ես ձեզ ասեմ, այդտեղ էլ կա պոպուլիզմ, որովհետև բոլորս իրանք էլ են հասկանում։ Ինչ որովհետև լավ չեն աշխատում կրկին իշխանությունները, թե այնտեղից ցանկություն նախ չկա, ամենայնպես ես չեմ լսել, որևէ անգամ չեմ լսել, որ նման ցանկություն կա։ Երկրորդը այստեղ ավելի շատ էլի պոպուլիզմ է աշխատում, որովհետև Եվրամիություն մտնելու համար լայն մասսաների համար դա մի բան է նշանակում, ազատ երկումդ ունենալ Եվրոպա, այսինքն վիզայի ազատականացումը, եթե լինի նման բան, դա ես չեմ բացառում, որ նվեր անի Եվրոպան այս իշխանություններին, ընտրություններից առաջ եւ ազատականացնի վիզաները, դա կներկայացվի, որ մենք արդեն Եվրամիության անդամ ենք։ Տեսեք, մենք ազատ գնում ենք Շենգեն զոնան մեզ համար բաց է։ Բայց իրական տնտեսական ազդեցություն դա չի ունենալու, ավելին դա կարող է ունենալ հակառակ էֆեկտ, ինչպես ունի օրինակ Մերձբալթյան, հանրապետությունների համար, երևի թե այնտեղ միայն Էստոնյան է, որ քիչ թե շատ պահպանել է իր դեմոգրաֆիական վիճակը, բայց իսկ Լատվիան ու Լիտվան սարսափելի վիճակ է, այնտեղ մեծ միգրացիա է տեղի ունեցել։ Մարդիկ պարզապես առանց վիզայի հանգիստ կարողանում են գնալ աշխատել Գերմանիայում, Լեհաստանում, չգիտեմ, Իսպանիայում, որտեղ ուզենան։ Արդեն, այսպես ասած, ոչ մի պատնեշ չկա նրանց առջև։ Պատկերացրեք մեր պարագայում ինչ է կատարվելու։ Երբ որ ունենալով 35 տարի, ես նկատի ունեմ անկախացումից ի վեր, բազմաթիվ շատ բարդ հաղթահարելի պատնեշներ, միևնույն է, մերոնք միլիոններով դուրս են եկել, միգուցե ոչ բոլորը Եվրոպա, որտեղ կարողացել են Ռուսաստան սկզբնական շրջանում, Ռուսաստան, հետո կարողացան Միացյալ Նահանգներ, մի մասը նաև Եվրոպա, դրա համար է հիմա Եվրոպայում, որտեղ նայում ես բավականին լուրջ հայկական սփյուռք կա, դա 15 թվականի սփյուռքը չի, 15 թվականի սփյուռք հիմնականում եղել է Ֆրանսիայում, եղել է Հունաստանում, Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգներում,
բայց ոչ ասենք բանում Չեխիայում կամ բանում էլի Հունգարիայում կամ Դանիայում կամ Շվեյցարիայում։ Իսկ պարոն Քոչարյան, այդ նոր ձևավորվող սփյուռքի հետ ոնց պիտի աշխատել։ Ով Հայաստանից։ Հայաստանից պետք է աշխատեն դրա մասին առիթ ունեցել եմ ընդ որում շատ բոլոր ժամ, ոչ հիմա, ոչ վերջի 7 տարին, որովհետև Սփյուռքի հետ ես կարծում եմ երբեք ճիշտ չեն աշխատել։ Հիմա այն ամբողջովին անտեսվում է, որովհետև կարծում եմ դա ունի շահառուներ եւ դա պատվեր է Թուրքիայի։ Թուրքիան միշտ շատ մեծ տեղ է տվել հայկական Սփյուռքին եւ միշտ երբեք Թուրքիան չի այսպես ասած վախեցել, ու չեմ կարծում որ 80 միլիոն Թուրքիան վախեցել է Հայաստանից երբևիցե, բայց երկու գործոն այնուամենայնիվ միշտ ճղաձգել է Թուրքիային, դա եղել է Սփյուռքը եւ հայ առաքելական եկեղեցին, որը փոխկապակցված են փաստացի։ Դրա համար այդ երկու դեպքում էլ հիմա տեսնում ենք ինչ է կատարվում առաքելական կապում եք իրար, այսինքն փոխկապակցված այս շղթան, որ տեսնում եք։ Իհարկե փոխկապակցված է։ Սփյուռքի ընդհանրապես իգնոր է արվում Սփյուռքը, որևէ բան դուք տեսնում եք Սփյուռքի հետ կապված։ Անհատների Չէ, անհատների մակարդակով, պետական մակարդակով, անհատների մակարդակով դա իրենց ցանկությունն է, ընդ որում մենք տեսանք նաև որոշ դեպքերում արգելում էին մարդկանց մոտ գործել Հայաստան։ Էդ էլ կա։ Բայց այնպես չի որ դրանից առաջ էլ դրանից առաջ էլ Սփյուռքին դիտարկել են որպես կթուկով։ Այդպես չի լինում։ Դա երկար տևել չէր կարող։ Իհարկե։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Քոչարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էր, իսկ ձեզ համար տաղավարում Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։